Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո» կահույքի խանութ սրահը։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 23-ն է, օրը շաբաթ, մեզ համար շատ սիրելի օրեր են շաբաթ եւ կիրակին, որովհետեւ վերջապես մեր հանդիպումը կայանում է։ Բարի լույս Յաննա, բարի լույս սիրելի հեռուստադիտող, մենք նաև այսօր հիշենք, որ երեկ այսօր եւ վաղը դպրոցներում հնչում է ավարտական զանգի ղողանջը եւ մի նոր սերունդ սկսում է իր նոր կյանքի փուլը։ Շնորհավորում ենք ձեզ սիրելի շրջանավարտներ, թող որ ձեր կյանքի այս փուլը լինի երջանիկ եւ նոր փուլում դուք ել ավելի շատ ձեռքբերումներ ունենաք։ Այո, եւ յուրաքանչյուր տարի ես ուզվում եմ անպայման բոլոր շրջանավարտների հետ։ Քո աղջկան Եվային եմ ողջունում, նա նույնպես ավարտեց եւ շնորհավորում։ Այո, սիրելի շրջանավարտներ, իսկապես ձեր նոր ճանապարհը թող շատ բազում տպավորություններով եւ վառ զգացողություններով լինի, որովհետեւ կարծում եմ ամենաերջանիկ եւ ամենաամոռանալի տարիքն է։ Եվ իհարկե չենք մոռանում մեր գործընկերներին, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Լորվա հրաշալի բնության գրկում գտնվող Dream Park հանգստյան գոտին եւ իհարկե Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Հիշեցնեմ նաեւ այն հասցեները, որտեղով դուք պետք է հետևեք մեզ սիրելի հեռուստադիտողներ, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Շնորհակալ ենք հետևողական լինելու, մեզ նամակներ գրելու, առաջարկներ անելու համար եւ անցնենք արդեն այսօրվա համար առանձնացված տեղեկատվությունը։ Նշենք, որ այսօր մայիսի 23-ին նշվում է կրյաների պաշտպանության համաշխարհային օրը։ Որոշ երկրներում կրյան խորհրդանշում է իմաստություն, հարստություն եւ երկարակեցություն։ Այս անսովոր տոնն առաջացել է 2000 թվականին կրյաների փրկության ամերիկյան միության նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբույում, քաղաքի շրջակայքում բնակվող կրյաների պոպուլյացիան պահպանելու համար։ Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրյաների ոչնչացման խնդրի վրա մարդկանց հարևանությամբ ապրելու պատճառով։ Կրյաների համաշխարհային օրն աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ փորձում են սննդից բացառել կրյաներից պատրաստված ուտեստները, ինչպես նաև նրանց պատյանից պատրաստված իրերը։ Ես չգիտեի, որ կրյաներից սնունդ են պատրաստում։ Փաստորեն, իրականում ես էլ չգիտեի, իրերը տեսել ենք, գիտենք, բայց սնունդ մի տեսակ չէի պատկերացնում։ Լավ է, որ նման օր կա, իրազեկվեցին հետաքրքիր կենդանիներ են։ Շարժվենք առաջ, կրյաներից եւ բնությունից տեղափոխվենք միանգամից կինոաշխարհ, որովհետեւ ինչ թեմայից էլ խոսենք, թատերական եւ կինոաշխարհը պետք է անպակաս լինի մեր առավոտյան թողարկումներից։ Եթե հիշում եք, սիրելի հեռուստադիտողներ, արդեն պատմել էինք, որ մայիսի 12-ից մինչև այսօր մայիսի 23-ը անցկացվում է Կաննի միջազգային կինոփառատոնը։ Մրցանակակիրները իհարկե դեռ շատ կքննարկվեն, բայց ուշադրության կենտրոնում այս անգամ հայտնվել է հատկապես դերասանուհի Դեմի Մուրը, ով նաև ժյուրիի կազմում էր։ Բացման արարողության համար դերասանուհին սպիտակ զգեստ եւ շոպարդի զարդեր էր ընտրել եւ նրա տեսքը անմիջապես դարձել էր սոցցանցերի ամենակննարկվող թեմաներից մեկը։ Ոմանք նրանով հիացել են, իսկ ոմանք նմանեցրել են վհուկի։ Իհարկե Դեմի Մուրի պարագայում այսքան շատ իր տարիքից երիտասարդ երևալը կարծում եմ մի փոքր շատ է բնականից հեռու։ Այո, բայց նաեւ ընտրված շորը կարծես շեշտել էր թե նրա ոչ տարիքային գեղեցկությունը, թե նաեւ տարիքային առանձնահատկությունները, արդեն դրա համար կարծիքները հավասար բաշխվել էին։ Շարունակելով թեման, խոսենք մեզ համար կարևորից, քանի որ Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացավ հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։ Լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդերով ցուցադրվեցին ռեժիսորի 5 վերականգնված ֆիլմերը։ Հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով։ Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Փելեշյանը, ում հանդիսատեսը ընդունեց բացառիկ ջերմությամբ եւ երկարատև ծափահարություններով։ Իրականում շատ կարևոր եւ հետաքրքիր իրադարձություն էր։ Նշենք նաև, որ 2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող քննադատների շաբաթ ծրագրի հաջորդ քայլը նախաձեռնության պատվո երկիր, ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման եւ երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ եւ 4 արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում կհամագործակցեն, ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։
Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Դե ինչ հիանալի հնարավորություն, շատ հաճելի է, որ այս շրջանում հատկապես երիտասարդ ստեղծագործողների, ռեժիսորների համար լավ հնարավորություն է, ինչպես նաև մեծերի, բայց երիտասարդները սրանով ինձ թվում է կոգևորվեն։ Շարունակելով առաջ, ասենք, որ Կաննի մրցանակաբաշխության հանդեպ ուշադրությունն այս շաբաթ իր վրա շեղեց Քիմ Քարդաշյանը։ Նա կրկին սկանդալի էպիկենտրոնում էր։ Սկզբում տարածվեց տեղեկություն, որ Քիմ Քարդաշյանի բրենդի հագուստի մեջ հայտնաբերվել է 8.4 միլիոն դոլարի կոկաին, որից հետո ապրանքը տեղափոխող Լեհ բեռնատարի վարորդը դատապարտվեց 13 տարի 6 ամիս ազատազրկման, քանի որ նրա մեքենայում, որը հենց տեղափոխում էր Քիմ Քարդաշյանի բրենդի հագուստը, իսկապես հայտնաբերվել էր միլիոնավոր դոլարների արժողությամբ թմրանյութեր։ Հանցագործը Լեհաստանի 40-ամյա քաղաքացի Յակուբ Յան Կոնկելն էր, բայց մինչ շատերը շտապում էին մեղադրել Քիմին բրիտանական ազգային հանցագործությունների դեմ պայքարի գործակալությունը հայտնեց, Բեռն օրինական էր եւ ոչ արտահանողը, ոչ էլ ներմուծողը կապված չեն եղել Մաքսանենք ապրանքի հետ։ Բոլոր ոլորտներում եւ թեմաներում Քիմի անունը պետք է շրջանառվի միշտ։ Կարծես թե անգամ հանցագործության դեպքում նա էպիկենտրոնում է եւ նրա անունը օգտագործում են անգամ հանցագործները, բայց ինչ ռիսկ պետք է ունենաս, որ նման բրենդը ապրանքը տեղափոխելիս նաեւ այդքան մեծ քանակությամբ թմրանյութ տեղափոխի ենթարկես, այո, նաեւ բրենդը։ Ինչևէ, թողարկման այս հատվածում արդեն հավանդաբար պետք է երաժշտություն լսենք, հետո արդեն դիմավորենք մեր հյուրերին։ La 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 Դեռ հիշում եմ բռնած մայրիկիս ձեռքը, հուզմունքն ու ուրախությունս, անծանոթ ու ծանոթ հարազատ դեմքեր, ուր անցել եմ մանկությունս, այն մեկը նստած իմ կողքին, դարձավ սերն իմ առաջին, և այդպես անցան տարիներ, մոտեցավ օրը վերջին, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք Իմ ուրախ տարիներ ու անհոգ օրեր, միշտ կզգամ ես ձեր կարիքը, կյանքիս ուսուցիչներ ու դասընկերներ, դուք եղաք իմ ընտանիքը, ժամանակը ինչպես անցավ, այդպես էլ մենք չիմացանք, հիշելով զանգը առաջին, մոտեցավ օրը վերջին, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից, հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք Վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին զանգը, վերջին դասը, բաժանվում ենք իրարից La 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 la
Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ սիրով շարունակում ենք մեր եթերը։ Այո, ոչ մի հանգստյան օր, եթե մենք այստեղ նստած ենք, չի անցնում առանց թատրոնի եւ կինոյի մասին խոսելու եւ այսօր էլ բացառություն չէ։ Խոսելու ենք մի շատ հետաքրքիր ներկայացման մասին, որի առաջնախաղն է լինելու այսօր եւ վաղը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ֆրանսիս Վեբերի ընթրիք հիմարի հետ համանուն գործի հիման վրա բեմադրությունն է ներկայացվելու եւ հենց դրա շուրջ էլ զրուցելու ենք։ Պարոնյան թատրոնը ունի շատ նորություններ, որոնց մասին եւս կզրուցենք, բայց սկսելու ենք իհարկե հենց այսօրվա պրեմիերայից, ինչի առիթով հենց մեր հյուրերն են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, բարի լույս, եւ բալետ մայստեր Նաիրա Հովհաննիսյանը, բարի լույս։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար, ինչպես եք։ Լավ։ Ինչպես եք օրը սկսել, պատկերացնում եմ արդեն ինչ խառն եք եւ ինչքան լարված։ Իրականում շատ խառն ենք, շատ լարված, բայց շատ հաճելի լարվածություն է, ինչպես նշեցիք, մեզ մոտ նորություններ շատ կան, այսօր պրեմիերա ունենք, եկող շաբաթ օրը կրկին պրեմիերա ունենք, արդեն պարային, որի մասին Նարը Գրաչևնան ավելի մանրամասն կներկայացնի, հետո հաջորդ շաբաթ կրկին պրեմիերա ունենք, Նարինե Աբգարյանի Զուլալի բեմադրությունը, այնց որ շատ ոգևորված ենք մենք եւ իրականում այսօր ճիշտ կլներ, որ ռեժիսորը ստեղ լիներ, ներկայացման դերակատարները, բայց իրանք շատ զբաղված են։ Ընթացի այսօրվա այո պատրաստվում են, որպեսզի հանդիսատեսին այսօր ընդունեն։ Եվ դուք որպես նորեն բոլորի գործառույթն այսօր կվերցնեք վրա։ Ճիշտ ասած հիմա մեզ մոտ մի հատ գործընթաց է, որ դուբլյորներ ենք պատրաստում, այսօր ես մեր ռեժիսորի դուբլյորն եմ։ Ես պրոֆեսիոնալներով տանում են, դուք գործ եմ կատարել։ Այո, դուք լուծումներ եք գտնում, շատ լավ, հագեցած իրոք ծրագիր ունեք այս շրջանում, բայց սկսենք այսօրվա պրեմիերայից, որն է, ինչպես արդեն ասացինք, ընթրիք հիմարի հետ համանուն գործի առաջնախաղն է։ Ինչու հենց այս գործը, ինչ նոր լուծումներ կան, նորովի եք ներկայացնելու, թե դասական ձևն եք պահպանել աշխատանքին։ Ինքը իր դասական ձևով է ներկայացվելու բովանդակության եւ հագուստների առումով, բայց բեմի ձևավորումը մենք շատ աշխատել ենք, որպեսզի տպավորիչ լինի, այսինքն ինքը ներկայացման մեջ խոսվում է մի մարդու մասին, ով ճնշող հարստության մեջ պետք է ընթրիքի հրավիրեն, այսինքն իրանք մի խումբ մարդկանցով ամեն շաբաթ ընթրիքի են հրավիրում եւ հյուրերից մեկը պետք է իր հետ մի, այսպես ասած, հիմարի բերի, մի միամիտ մարդու ու ամբողջ գործողությունը ծավալվում է այդ թեմայի շուրջ եւ այստեղ ինձ թվում ամենակարևորը պետք է նշեմ, որ Հովակ Գալոյանին, որ մենք միշտ սովոր ենք այլ ամպլուայում տեսնենք, շատ մեզ զարմացնում է, այսօր մի փոքր փորձից նայեցի, բայց շատ չնայեցի, որովհետեւ ամեն վարքյանը Հովակի բեմի վրա մի նոր բացահայտում է, ինքը այստեղ հիմարի դերում է, մի միամիտ մարդու դերակատարում, որը յուրահատուկ ինքը կարողանում է ներկայացնի իր վերլուծությունը, իր մեկնաբանությունը շատ լավն է, հանդիսատեսին զարմացնելու են։ Այս ներկայացումը Վանաձորի թատրոնում է մեկ անգամ բեմադրվել եւ իհարկե հանճարեղ ֆիլմ կա ֆրանսիական։ Որևէ ազդեցություն եւ ներկայացումը եւ ֆիլմը հետաքրքիր է ունեցել է, թե շատ յուրահատուկ ձեռագրով եւ մոտեցմամբ է Պարոնյանի թատրոնը մոտեցել։ Չէ, պետք է ասեմ, որ ինքը հենց ռեժիսորի մեկնաբանությունը, իր մեկնաբանությունն է, չեմ կարծում, որ ֆիլմին հղումներ կլինի, Ռուզաննա Խաչատրյանն է բեմադրող ռեժիսորը եւ ինքը իր տեսանկյուն ունի, իր տեսլական ունի ներկայացման հետ կապված ու մենք Ռուզաննային էլ այլ ձևաչափի մեջ ենք իրան ծանոթ, հանդիսատես այլ ձևաչափի, այլ ֆորմատով է իրան ծանոթ տեսնելու, ինձ թվում է սա այլ նորություն մեր համար, որ Ռուզաննա Խաչատրյանը հենց կատակերգությունն է բեմադրում եւ դրանով ինձ թվում է միացած յուրահատուկ միքս ունենք ձեզ ներկայացնելու։ Տիկին Պետրոսյան, իսկ հետաքրքիր է տեղայնացում եղել է մեր ժամանակների հետ, թե ամբողջությամբ պահպանված է։ Չէ, այդ իմաստով ասեցի պահպանված է, այդ ֆրանսիական ոճը, ոգին, ամեն ինչի սիմվոլիկան բեմադրության մեջ կա, բայց բեմի ձևավորումը մի քիչ ավելի դեպի ժամանակակից ինտերիերին է տանում ու դա էլ շատ լավ համադրված է։ Ժամանակների բախում եք ստեղծել։ Ժամանակների բախում, բայց ոչ շատ մեծ կտրվածքով։
Շատ լավ, խոսենք նաև մայիսի 30-ին եւ 31-ին, հա, սպասվող իրադարձություններից շատ հետաքրքիր է, որ մեկը Լա Բոհեմ մեկ գործողության պարային ներկայացում, նվիրված մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրին, մյուսը տանգո մեկ գործողությամբ պարային ներկայացում, բեմադրված իմ կողմից շատ սիրված Gotham պրոյեկտի երաժշտության հիման վրա։ Այս մասին կուզեմ մի փոքր քարտ։ Եթե կարելի է ես մի փոքր ներածություն անեմ, հետո արդեն մասնագետին խոսքը փոխանցեմ, ասենց ասեմ, երբ որ Պարոնյան թատրոնի մասին մենք ընդհանուր առմամբ խոսվում է, մարդիկ շատ մեծ sense նոստալգիայով խոսում են Կարլ Խաչվանյանի մասին, Սվետլանա Գրիգորյանի մասին, եւ այդ մարդիկ իրանց ժամանակահատվածը արդարացրել են։ Հիմա sense ա եղել, որ պատմությունը ոնց որ մեզ է տվել այդ հնարավորությունը, որպեսզի մենք արդարացնենք մեր ժամանակահատվածը եւ այս դերասանների, ռեժիսորների անունները, որ ես տվեցի, իրանք հիանալի աշխատանք են անում, բայց ինչ աշխատանք, եթե նորամուծություն դու չբերես թատրոնին, եւ այս իմաստով նշեմ, որ Պարոնյան թատրոնի համար սա նոր ուղղություն է, որը մենք նախարարության հետ քննարկման արդյունքում որոշել ենք զարգացնենք եւ մեր թատրոնի բալետային խումբը պետք է հանդես գա արդեն առանձին ներկայացումներով եւ սա մեր առաջին գործն է լինելու, ճիշտ ասած ինքը բեմադրությունները բեմադրող ռեժիսորը Ռուդոլֆ Խարատյանն է, իր բեմադրած գործերն են, բայց մենք փոխադրում ենք Պարոնյան թատրոնի բեմի համար եւ այդ դժվար եւ պատասխանատու գործը այո մեր բալետմաստեր Նաիրա Հովհաննիսյանը, ով հիմա ավելի երևի մանրամասն կներկայացնի։ Լա Բոհեմում թե տանգոյում են Նաիրան ընդգրկված, հետաքրքիր է։ Երկուսում էլ, այո։ Իսկապես, երբ որ ստացա առաջարկը Տիկին Պետրոսյանի կողմից, առաջին օրերին մի տեսակ լարվածության լծվեցի, որովհետև իսկապես մեծ պատասխանատվություն էր այդ ամենը, այդ ներկայացումները ամբողջովին պարային էին, իսկ այդ ձևաչափը մեր թատրոնում առաջին անգամ էր, որովհետև միշտ թատրոնի բալետային խումբը կարծես լրացրել է բոլոր դրամատիկ ներկայացումների պարային հատվածները, իսկ այստեղ մենք արդեն հանդես են գալու որպես առանձին տեսակ, մեր արվեստը առանձին է ներկայանալու թատրոնին։ Իսկ բեմը համապատասխանում է ամբողջությամբ պարային ներկայացմանը, որովհետև երաժշտական, մյուզիկլային ներկայացումներ եղել են, բայց որ ամբողջությամբ փորձում ենք այո, որ համապատասխանի, իհարկե մենք ամբողջությամբ պարային ենք դարձնում բեմը, որ բոլոր այդ դժվար շարժումները, որոնք իրականացվում ներկայացման ժամանակ մենք կարողանանք կատարել։ Երկու ներկայացում է, երկու պարային ներկայացում, առաջինը մեկ գործողությամբ Բոհեմ ներկայացումն է, երկրորդը տանգո։ Բոհեմը ունի լիբրետո սյուժե, որի հիմքում ընկած է Շարլ Ազնավուրի կյանքը ամբողջովին եւ հնչում են իր երգերը։ Այդպես ամբողջությամբ փոխադրված է, իհարկե փոփոխություններ եղել են, որովհետև մեր թատրոնի պարային խումբը պիտի կարողանար այդ ամենը հաղթահարել, որովհետև դա հենց արված էր բալետային խմբի համար, իսկ այստեղ չնչին փոփոխություններով, բայց ներկայացումը կարծես հաջողությամբ մենք կփորձենք ներկայացնել ամսի 30-ին։ Իսկ տանգոն իր տեսակով պարային է, գրակոտ, գեղեցիկ անցումներով, դիվերտիսմենտային է ավելի, սենց պարային լեզվով որ ասեմ, այդպես։ Իսկ ինչ է կարծում, Պարոնյանի հանդիսատեսը սպասում է կամ ինչպես կընդունի այս պարային, ամբողջությամբ պարային բալետային ներկայացումը։ Ես կարծում եմ սպասում է ու շատ, որովհետև իրենց համարել է հետաքրքիր, թե թատրոնի բալետային խումբը ինչ է անում եւ մենք շնորհակալ ենք Տիկին Պետրոսյանին, որ մենք ունեցանք հնարավորություն ցույց տալու մեր բոլոր տվյալները, մեր բոլոր հնարավորությունները, թե իսկապես իմ արտիստները ինչերի են ընդունակ։ Այդ ներկայացման մեջ մենք ապացուցեցինք, որ իսկապես մենք կարող ենք ներկայանալ որպես առանձին արվեստի տեսակ, որը իսկապես մերն է եւ ավելի հոգեհարազատ է։ Հետաքրքիր է նաեւ սովորաբար իհարկե նորամուծությունները շատ լավ է, ողջունելի է, որովհետեւ հատկապես Պարոնյան թատրոնի հանդեպ կա ստանդարտ ինչ որ ձևաչափեր, որոնք բոլորը սովոր են, այսինքն եթե Պարոնյան, ապա այսպիսի ներկայացումներ, սա ամբողջությամբ նորություն, թարմություն, բայց ամեն դեպքում չկա մտավախություն, որ այն մարդիկ, ովքեր ուզում են բալետ կամ երաժշտական երեկո, կգնան այլտեղ։ Դա հաշվի առել եք, թե
մտածում եք առաջին քայլը անեք, հետագայում հասկանաք։ Ես ասեմ, որ ընդհանուր առմամբ թատրոնի հիմնախնդիրներից մեկն է հանդիսատեսին տալ այն, ինքը դեռ չգիտի, որ ինքը կարող է ուզել, կարող է սիրել։ Նախ այս ներկայացումները արդեն պարված են, արդեն սիրված են հանդիսատեսի կողմից եւ մյուս կողմից էլ ասեմ, Նաիրա Հովհաննիսյան մի քիչ համեստություն է անում, պետք է ասեմ, որ հենց մեր պարողները, մեր խումբը յուրահատուկ ոչ է տալիս այս ներկայացումներին։ Այսինքն ինքը շատ լավ միքս է դասական բալետի, այսինքն Ռուդոլֆ Խարատյանի մտածողությունը եւ մեր կատարողական ոճի միաձուլումը, մի հատ ընդհանուր առմամբ նոր տեսակ է տալի պարային, որը ինձ թվում է հանդիսատեսը շատ կսիրի, որտեղ ինքը հեշտ է նայել, հաճելի է լսել, ինքը շատ լավ ժամանցային ներկայացումներ են լինելու, այնպես որ ինքը այո, կարելի է նաև տենց ասել, նույնիսկ բոհեմի մեջ մենք դերասան ընդգրկեցինք, որտեղ ավելի խաղարկային դեր կար, պարող դերասան ունենք եւ ունենք պարող նաև դերասան, ինքը շատ յուրահատուկ sense ոչ ենք ստանում, որ ուզում ենք զարգացնենք ու հենց լինի ինքը պարոնյանական ոճը, այսինքն այստեղ մենք մրցակցության մեջ չենք որևիցե թատրոնի կամ այլ խմբի մեջ, այլ մենք ձևավորում ենք նոր ոճ, նոր մոտեցում, պարզապես հարստացնելով թատերական կյանքը եւ նորովի մատուցելու այն ինչ որ արդեն հասցրել է սիրվել։ Նաիրա, իսկ ասեք, օրինակ, քանի որ դուք աշխատել եք թե դասական, հա, բալետի կանոններով, ինչպես ասում են, թե արդեն թատրոնի, որն է ավելի ձեզ կոմֆորտ, այսպես ասած, եւ պարողների համար, մասնակիցների համար, դերասանների համար որ բեմն է ավելի կոմֆորտ։ Որ տեսակը, հա, երևի թե որ ժանրը, դե գիտեք, հիմա ասեմ, այս ներկայացման մեջ մենք ստեղծել ենք մի ոճ, դա կոչվում է նեոկլասիկ ոճ, այսինքն դասական ժանրի նորովի տարբերակ, որի մեջ նաև ներառվում է իր ներքին մտածելակերպը, իր ներքին խաղը, արտիստին ամբողջությամբ տեսնել, այսինքն չհեռանալով դասական բարի սահմաններից, մենք կարողացանք ստեղծել մերը, որ ավելի հարազատ է մեր թատրոնին։ Այսինքն իմ արտիստները ինչով են տարբերվում, իրենք բազմաբնույթ են, բազմաժանր են եւ իրենց ուղակի դասականի մեջ պահել ճիշտ չէր լինի։ Դրա համար մենք կարողացանք դասականը ամբողջությամբ միաձուլել մնացած ժանրերի հետ եւ ներկայանալ։ Իրար չեն խանգարում ժանրերը բեմում։ Բացարձակ։ Ավելի բացվում է։ Այսինքն դասականն է, բայց իր տեսակով ավելի բացված, ավելի հնարավորություններ ընդլայնված։ Ինչպես ասում են, շնչելու հնարավորություն է եւ այո, որ խոսում ենք նեոկլասիկի մասին, այսինքն contemporary, հա, դանսի ժամանակակից բարի մասին, ինքը դասականի հիմքի վրա է, որը հարստացած է այլ տեսակներով եւ ըստեղ հենց այդ պահն է, որ բոհեմում, ով որ լա բոհեմը տեսել է, գիտի, որ բեմի վրա եւ հեծանիվ կա, եւ ռոլիկներ կան, եւ ակրոբատներ կան, եւ հիփ-հոփ կա, այսինքն ինքը ներկայացումը ամբողջությամբ հարստացված այլ տեսակներով եւ մի բան էլ, եթե խոսում ենք իմ ղեկավարման ներքո թատրոնի մասին, այնտեղ կոմֆորտ բառը մեզ մոտ լրիվ հանված, այսինքն անընդհատ մենք սենց բրդում ենք մեր սահմանները, սա սկիզբն է, այո, ես վստահ եմ, որ մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, թե բեմադրությունների մյուզիկլներ ենք պատրաստում, այսինքն մենք անընդհատ նոր բան պետք է ներկայացնենք հանդիսատեսին եւ դրանով էլ պարոնյանը տակիսին հետաքրքիր, բայց անձնակազմը պատրաստ է որ բոլոր սկզբում սահմանները լարվածություն էր խմբի մեջ, որովհետեւ իսկապես մեծ պատասխանատվություն է ներկայանալ որպես առանձին արվեստի տեսակ, այն էլ հիմքը լինի դասական պար, բայց հաղթահարեցինք, այո, դժվար օրեր ունեցել ենք, շատ դժվար օրեր, բայց հաղթահարելով կամած գնացել ենք առաջ ու հասկացել ենք, որ մենք պիտի ունենանք հիանալի պրեմիերա։ Կին Պետրոսյան հաջորդիվ էլի առաջնախաղերի մասին խոսեցիք, բացի Ազնավուրյան այս տրամադրություններից, էլ ինչ է սպասվում Պարոնյան թատրոնում։ Իհարկե բոլոր փակագծերը չենք խնդրում բացել, բայց այդ նորարարությունների շարքից։ Այո, նորարարությունների մենք հիմա շատ ավելի վերադառնալու ենք դեպի երաժշտական ֆորմա, այսինքն մյուզիկլների, օպերետների ֆորման։ Սեպտեմբեր, հոկտեմբեր մենք կունենանք նոր մյուզիկլ Լիլի Էլբակյանի հետ աշխատում ենք, ինքը շատ
յուրահատուկ ոճ ունի, շատ լավ կարողանում է հանդիսատեսի սպասումը եւ արդեն էլի հայտնի անունները համադրել եւ դրանից հետո Նաիրե Ստեփանյանի հետ աշխատանք ունենք, նան է էլի մյուզիկլն է, որը հայկական թեմաներով հատուկ օրիգինալ աշխատանք է, որը ստեղծվում է երաժշտությունը սկզբից, այդտեղ մի քիչ էլի աշխատանք ունենք անելու, պետք է առաջ գնանք, բայց ընդհանուր առմամբ խոսելով թատրոնի այդ կոմֆորտ զոնայի դժվարությունների, ինձ թվում է ցանկացած ղեկավարի խնդիրն է տեսնել իր թիմի մեջ, թե կատարողական, թե ստեղծագործական են պոտենցիալը, որ երբեմն իրանք են ամենօրյա աշխատանքի մեջ մոռանում ու երբ որ ես ծանոթացա, թե պարային խմբի հետ, ես ուզում եմ, որ ստիպենք, որ իրանք իրանց ամեն օր նորովի բացահայտեն, սկիզբը մի քիչ դժվար է, բայց բացահայտեցին։ Հիմա ամեն օր sense մի նոր շերտ, իսկապես պետք է առաջ գնալ եւ թատերախումբն էլ նույնը։ Ամեն աշխատանքի հետ մենք տեսնում ենք ոնց են օրինակ հիմա հենց Հովակը Գալոյան ոնց նոր տեսակետից է ինքը կներկայանա ու սենց շարունակ, այսինքն հնարավորությունները մեծ են Պարոնյան թատրոնի նոր ձևի ներկայանալու։ Ողջունելի է եւ մենք էլ ենք սպասում, մենք էլ ներկա կգտնվենք հուսով ենք թե այսօր, թե ամսի 30-ին եւ 31-ին, որպեսզի հասկանանք ինչ նորարարություններ, ինչ նորամուծություններ կան ձեր թատրոնում։ Շնորհակալություն այսօր մեզ մոտ հյուրընկալվելու եւ մանրամասն պատմելու համար։ Սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Հակոբ Արոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը եւ բալետմայստեր Նաիրա Հովհաննիսյանը։ Պրեմիերան այսօր է երեկոյան ընտրիկ հիմարի հետ։ Գնացեք, նայեք, վայելեք, մենք կհանդիպենք քիչ անց։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, մենք Բարև Երկիրն ենք եւ սիրով շարունակում ենք մեր ընթացքը։ Այս պահին եթերը շարունակելու է մեր Մատյան էջը, որտեղ մի շատ հետաքրքիր կոմպոզիտորի մասին ենք պատմելու, որի երգերը կարծում եմ եւ չծերացող են եւ գիտեն բոլորը, նույնիսկ եթե չգիտեն ով է կոմպոզիտորը, միևնույն է այդ երգերը գիտեն եւ երգում են։ Արամ Սաթյանի մասին ենք խոսելու։ Մայիսի 23-ին Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան օրն է։ Ինչպես արդեն նշեցինք, այո, նա բազմաթիվ ստեղծագործությունների եւ երգերի հեղինակ է, այնպես որ ով էլ չի ճանաչում, մեր միջոցով խնդրեմ ճանաչեք։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր կոմպոզիտոր Արամ Սաթյանը ծնվել է 1947 թվականի մայիսի 23-ին Երևանում։ Համաշխարհային երաժշտության պատմությունը հարուստ է երաժշտական գերդաստաններով, երբ ստեղծագործության եւ կատարողական արվեստի ավանդույթները փոխանցվել են սերնդեսերունդ։ Այդպիսին է հենց կոմպոզիտոր Արամ Սաթյանի գերդաստանը։ Նրա հայրը Արամ Սաթունցը եւ հորեղբայրը Աշոտ Սաթյանը անվանի եւ ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներ են։ Ինչպես նշում է հենց ինքը Արամ Սաթյանը, անշուշտ երաժշտական ընտանիքի մթնոլորտը ճանաչված արվեստագետների մշտական այցելությունները կանխորոշել են նաեւ իր երաժիշտ դառնալու ճակատագիրը։ Նա 1961 թվականին ավարտել է Երևանի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը եւ առաջին պրոֆեսիոնալ քայլերը արել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1970 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, որից հետո կատարելագործվել է Մոսկվայում։ 1969 թվականին Մոսկվայի երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական ստուգատեսում սիմֆոնիկ վարիացիաներ ստեղծագործության համար ստացել է առաջին մրցանակը։ Իսկ 1970 թվականից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ։ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր հանրապետական մրցույթներում։ Գրել է Լիլիթ, Փոքրիկ Ցախեսը, Մանեկեն փոփ օպերաները, Մենք դաշնամուր ենք նվագում բալետը, 3 սիմֆոնիա, մի շարք կոնցերտներ, բազմաթիվ սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործություններ, ավելի քան 300 երգ եւ ռոմանսներ, երաժշտություններ կինոյի համար, ինչպես նաեւ թատրոնի համար։
Լիլիթը գրվել է 1983 թվականին եւ համարվում է այդ ժանրում գրված առաջին հայկական ստեղծագործությունը։ Արամ Սաթյանը թողարկել է բազմաթիվ ձայնապնակներ, ձայներիզներ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, ունի ֆոնդային ձայնագրություններ։ 2013 թվականին ընտրվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ Բարի լույս, բարև երկիրը շարունակվում է, երաժշտական թեմաները մեզ մոտ շարունակվում են, մենք սիրում ենք երաժշտության մասին խոսել եւ մայիսի 25-ին Արամ Խաչատրյանի տուն թանգարանի հյուրընկալ համերգասրահում կկայանա Արարատի շունչը խորագրով համերգ։ Հետաքրքիր ծրագրով հանդես կգա Բարի Եփչախումբը։ Ինչի առիթով այսօր ունենք հյուր Բարի Եփչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Լիաննա Այվազյանը։ Ողջույն։ Բարի սիրելի Ձիաննա, սիրում եմ երբ իմ անունով։ Երկու Ձիաննա եք, մեկ տաղ, երազանք կպահեմ ընթացքում ես։ Մի փայս կլրեմ։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն եւ քանի որ Ձիաննային բոլորս գիտենք Լիլա երգչախմբից, գեղեցկուհիներով հանդերձ, այսօր սակայն չենք խոսելու այդ խմբի մասին, խոսելու ենք մի շատ հետաքրքիր անվանումով երգչախմբի մասին, Բարի, այսինքն բարության մասին։ Հենց բարի, երգչախումբը հենց իսկապես շատ բարի է։ Իսկ ինչու է ընտրվել հետաքրքիր է հենց այդ անունը։ Դա շատ լավ հարց է եւ ասեմ, որ ես արդեն երբ որ գեղարվեստական ղեկավարն եմ դարձել խմբի եւ դիրիժոր, արդեն եղել է բարի երգչախումբը, ինձ փոխանցվել է այդ պաշտոնը եւ առաջին պահերից մեկը, որ ինքը սիրողական երգչախումբ է եւ այնտեղ մարդիկ ուղակի սիրում են երգել ու իրանք իսկապես բարի են ու երգչախմբի ավելի sense իմաստը դրա մեջ է, որ այդ մեծ ընտանիք է, ընկերներ են եւ բոլորը միմյանց օգնում են եւ իսկապես այդ բարին հենց չի ընտրվել, որովհետեւ հենց իմաստը դրանում է կայանում։ Իսկ բարությունն է համախմբել, ոչ թե, չգիտեմ, պրոֆեսիոնալիզմը, ենթադրենք բարությունը եւ երկրի նկատմամբ։ Նշեցիք, որ բարությունը, բայց երեքը թե դուք, թե դուդուկահար Հայկազ Բալումյանը եւ թե կանոնահար Ելենա Թորոսյանը բոլոր պրոֆեսիոնալ երաժիշտներ են։ Այո, մենք պրոֆեսիոնալ երաժիշտներ ենք եւ այդ ընդհանրապես չի խանգարում աշխատել սիրողական երգչախմբի հետ, որովհետեւ կարող է իրենք չունեն ինչ որ կրթություն, կարող է կոնսերվատորիա չեն ավարտել, բայց եթե մարդը սիրում է երգել, ինքը ձգտում է, ինքը իսկապես կարող է շատ լավ արդյունք ցույց տալ եւ մենք երգչախմբով շատ փորձեր ենք անում, շատ պատրաստվում ենք, ամեն համերգին յուրահատուկ ծրագիր ենք պատրաստում եւ մենք միշտ համագործակցում ենք պրոֆեսիոնալ երաժիշտների հետ։ Իսկ ասեք ամսի 25-ին վաղ երեկոյան ինչ է սպասվում Արարատի շունչը։ Ո՞րն է Արարատի շունչը, ինչի մասին է։ Այս համերգը իսկապես մեզ համար շատ հետաքրքիր եւ յուրահատուկ է եւ այդ անվանումն էլ ինչու որովհետեւ այդ օրը մենք կատարելու ենք միայն հայկական երաժշտություն եւ ասեմ ինչու է դա յուրահատուկ մեզ համար որովհետեւ բարի երգչախմբում երգում են ոչ միայն հայերը եւ հիմնական մասը արտասահմանցիներ են եւ իրենց առաջի բառերը եղել է հենց Կոմիտաս երգելով իրանք այդպես են ճանաչել Հայերեն առաջին բառերը իրեն։ Այո, Արարատին նայելով Կոմիտաս Արարատին նայելով, այո, Հայաստան դա է նշանակում։ Այո, եւ ոնց որ այդ համերգը շատ յուրահատուկ է, որտեղ մենք այս ընթացքում շատ տարբեր ժանրերում ենք երգել, համդասական, հայկական, ժողովրդական, ռոք, նույնիսկ ռոք համերգ ենք ունեցել եւ միշտ ունեցել են կոմիտասյան երգերը, բայց այս համերգը հենց ամբողջովին նվիրված է հայկական երաժշտության եւ տարբեր հայ կոմպոզիտորներին եւ նաեւ հայկական ժողովրդական գործիքների հետ եւ իրենց համար հավատացեք դա մի երջանկություն է, որովհետեւ իրենք այդպես են ճանաչում մեր մշակույթը եւ իրենք շատ երազում են, որ դուդուկով եւ կանոնով հայկական գործիքներով ելույթ ունենան եւ կարող է մեզ համար էդի սովորական բան լինի, որտեղ մենք սովոր ենք, որ մենք միշտ կոմիտաս ենք երգում, միշտ ստեղ ենք, բայց հավատացեք արտասահմանցիների համար դա մի այլ տիպի ուրիշ զգացմունքներ են։ Ձիաննա, այո, արտասահմանցիներ կան, ասացիք, ինչպես են հավաքագրվել եւ արդյոք սկզբունքային էր, որպեսզի երգչախմբում նաեւ օտարերկրացիներ լինեն։
Ի սկզբանե չի եղել այդպիսի միտք, այսինքն երգչախմբի դռները բոլորի համար են բաց։ Ինքը հատուկ չունի միտք, որ մենակ արտասահմանցիներ են, բայց հենց ստեղծվել է ինքը արտասահմանցիներով։ Մի քանի տարի առաջ արդեն 4 տարին է լինում, ինչ երգչախումբը գործում է, եւ այդ ժամանակ շատ Ռուսաստանից, Ուկրաինայից տեղափոխվեցին երգչախմբի անդամներ եւ ստեղծվեց այդ խումբը, որպեսզի գտնեն մարդիկ ընկերներ եւ ծանոթանան մշակույթի հետ։ Առաջին միտքը դա է եղել։ Եվ ինքը արդեն տարիների ընթացքում է որ աճել է եւ արդեն մեզ միացել են նաեւ ստեղի հայեր եւ նաեւ ունենք Բրազիլիայից տարբեր անդամներ ունենք եւ ինչն է հետաքրքիր, որ հենց իրենք են առաջին հերթին ինձ ասել, բայց մենք երբ ենք երգելու կոմիտաս, որտեվ ես մտածում եմ, որ սկզբից իրանց շատ դժվար կլինի բառերը արտասահմանության։ Այո, կարող են հաղթահարել։ Իրանք շատ են պարապում եւ ասեմ իրանք բոլորը համարյա պարապում են հայոց լեզվի դասերի են գնում, իրանք շատերը խոսում են, հասկանում են եւ մեկ նենց բաներ են ինձ ասում, որ ես նույնիսկ ինքս ես չգիտեմ։ Եվ այո, ես սկզբից մտածում եմ, որ իրանք շատ դժվար կլինի, երևի ինչ որ արտասահմանյան գործեր վերցեմ, բայց հենց իրենք էին ինձ միշտ ասում, երբ ենք երգելու կոմիտաս, հայկական երաժշտություն մենք շատ ենք ուզում, եւ այդպես մենք պատրաստել ենք այդ ծրագիրը, այսինքն ինչ հայկական գործեր ունենք այս 3-4 տարվա ընթացքում, մենք կկատարենք ամսի 25-ին եւ այդպես կուզենք մեր ամբողջ աշխատանքը, մեր ամբողջ հուզմունքը, էմոցիաները հանդիսատեսին ցույց տան։ Յանա, իսկ ասեք խմբում մոտավորապես քանի հոգի են, որովհետև ոնց հասկացա մեծ խումբ է եւ միայն 2 երաժշտական գործիք է, թե այլ երաժշտական գործիքներ եւս ներգրաված են։ Հենց երգչախմբում մոտավորապես 50 հոգի է հիմա, այս համերգին երևի 40 կլինի, որովհետև մեր մոտ լինում են, որ գնում են երկրից կամ հանգստի եւ այլն եւ հենց 50 անդամ չի լինելու երևի, բայց երգչախումբը մեծ է եւ եղել է շատ տարբեր։ Սկզբից եղել են 3 հոգի, հետո եղել է 5, հետո 8, 10, 20, ու այդպես ինքը աճել է, որտեվ ամեն համերգից հետո մեզ ուզեցել են միանալ մարդիկ եւ քանի որ ինքը բոլորի համար շատ բաց է եղել, մարդիկ մեզ միացել են, բայց իհարկե պետք էր դնել ինչ-որ սահման, որովհետև ունենք փորձատեղի խնդիր, երբ որ արդեն չէինք տեղավորվում եւ իհարկե արդեն ընթացքում մի քիչ փոփոխվեց այդ ընդունելությունը, արդեն լսումներ պետք էր լինել, որովհետեւ իհարկե շատ ցանկացողներ կային, որ բոլորը ուզում են երգեն եւ այս համերգին հենց երգչախումբն է լինելու, հիմնականում ակապելա գործեր են երգելու առանց գործիքների եւ մի քանի ստեղծագործություն Դուդուկի հետ, Հայկ Ազբալումյանի հետ եւ Ելենայի կանոնահար, բայց իրենք էլ են սոլո երաժշտություն նվագելու, որպեսզի մենք ցույց տանք համ երգչախմբային կատարումը, համ առանձին գործիքների։ Տարիքային սահմանափակում կա։ Չէ, մենք ունենք, ասեմ, մեր ամենափոքր անդամը եղել էր 14 տարեկան, հիմա ինքը չի գալիս, հիմա ամենափոքրը 17 տարեկան է եւ ամենամեծը 65։ Օ, այսինքն Դիանա, մենք ունենք հնարավորություն միահարել բարի երգչախմբին։ Իրով։ Իսկ ինչպես Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, այո։ Ես ճիշտ ասած, որ նշեցինք Լիլա Քարյակետ, այնտեղ շուտ ենք համերգներ ունեցել եւ ես շատ եմ սիրում այդ դահլիճը, որտեվ ինքը ակուստիկայի առումով շատ հարմար է երգչախմբին եւ միշտ մտածում եմ, որ երգչախմբով էլ ստեղ անենք եւ բացի դրանից Արամ Խաչատրյանը շատ հետաքրքիր պատմություն ունի, Արամ Խաչատրյանին շատ լավ ճանաչում են Ռուսաստանում, որտեվ ինքը այնտեղ է հիմնականում գործել եւ ես ինքս մեծացել եմ Ռուսաստանի Պերմ քաղաքում եւ շատ հետաքրքիր փաստ կա, որ Արամ Խաչատրյանը իր Գայանե բալետը սկսել է այնտեղ այդ քաղաքում գրել եւ մենք ունենք երգչախմբում էլի անդամներ, որ այդ քաղաքից են եւ իրենց հետաքրքիր է եղել այդ պատմությունը եւ այդպես որոշվեց, որ
այս անգամ այստեղ համերգի դուրս գանք, որտեվ հենց այն երաժշտությունը, որ երգելու ենք, ակուստիկորեն շատ հարմար է լինելու եւ շատ ենք սիրում այդ անգամ։ լինելու կարծում երկու հայկական անուններ հնչելով։ Հետաքրքիր է նաև դուք շատ հետաքրքիր գեղեցիկ աշխատանք եք նախաձեռնել որպես գեղարվեստական ղեկավար հայուհի, ով վերադարձել է Հայաստան եւ Հայաստանում հայկականն է փորձում տարածել իր ճիշտ ձևով, իրական ձևով, բայց ուզում եմ հասկանալ մեծ թիմ, հա, շատ մարդիկ, արդյոք դուք չունեք խնդիրներ, ձեզ օգնում են, կուզեի նաև այս ինչպես նշեցիք, անգամ փորձերի վայրի հետ կապված խնդիր կա։ Իհարկե շատ ճիշտ նշեցիք, որովհետև մեծ երգչախումբը ղեկավարել է իսկապես դա շատ դժվար է եւ ես ի սկզբանե երբ որ սկսել եմ երգչախմբի հետ պարապել, ես չէի մտածում հետագա ինչ որ խնդիրների մասին, որովհետև ես մտածում էի ուղղակի երաժշտության մասին, բայց իհարկե մենք կարանք ունենանք ինչ որ փորձասանյակի խնդիր, որտեղ շատ տեղերում մենք ուղղակի չենք տեղավորվում, մենք կարանք ունենանք կոմունիկացիայի, այսինքն երբ որ բոլոր անդամները ինչ որ հարց ունենան եւ բոլորը ինձ կարան գրեն եւ այդպիսի հարցերի շուրջ իհարկե մենք շատ ենք կանգնել, բայց ես ունեմ լավ օգնականներ, հենց երգչախմբում են իրենք երգում, ունենք նաեւ խմբավար, որ հիմա փորձերը կիսում ենք իր հետ, որպեսզի ես էլ հասցնեմ եւ ինչ որ փորձեր է ինքն է վարում եւ աջակցություն չունեք պետական կամ մասնավոր կառույց։ Չէ, չունենք եւ նաեւ ունենք essence ադմինիստրատիվ աշխատանքի հետ կապված, որովհետև մենք ունենք չաթեր, social media եւ իհարկե այդ ամենը պետք է ակտիվ վարվի, պոստերներ, աֆիշաներ պատրաստվի եւ ունենք իհարկե տենց երեխեք, որ ինձ օգնում են եւ ինձ է դա դուր գալիս, որ գիտեք, հետաքրքիր է, որ երգչախմբում հենց երաժիշտներ չեն, բոլորը ունեն տարբեր մասնագիտություն եւ այդ բոլոր այսպես ասած սկիլերը մենք կարող ենք օգտագործել հենց երգչախմբի մեջ, որտեղ մեկը կարում է նկարի, ինքը ինչ որ բան է նկարում, նույնիսկ ուզում եի պատմել այս ցիտիկի մասին, ինքը հենց մեր լոգոն է, բարի երգչախմբի, որ բասի բանալի է եւ ցիտիկը եւ այդ լոգոն էլ սարքել են օրինակ մեր անդամները, ով զբաղվում է գրաֆիկ դիզայնով եւ այդպես հետաքրքիր է, որ ամեն մեկը իր փորձությունները, իր տաղանները կարող է դնել սպասել չախ։ Այո։ Այն լույսը, որ արձակվում է այս պահին ձեր աչքերից, խոսելով ձեր խմբում տիրող, հա, միջավայրից արդեն վառապացույցն է, որ ձեզ մոտ իսկապես հանգստություն, բարություն, ներքին խաղաղություն է տիրում եւ դրա համար էլ ստեղծագործում եք եւ շարունակում եք մեծանալ։ Ձաննա կարող ենք խնդրել, որպեսզի Կոմիտասյան եւ Արարատյան շնչով նաեւ լուսավորեք մեր առավոտը։ Մի որևէ հատված երգելով ձեր գեղեցիկ ձայնից լսենք։ Կկատարեմ Կոմիտասի սարերի վրա ստեղծագործությունը, մենք կատարելու ենք դա հենց համերգին։ Սարերի վարով գնաց յար արոտով յարիս կարոտով Կարծում եմ այդքան։ Շնորհակալություն։ Բավական էր, այո։ Օրը լուսավոր դարձնելու համար։ Շնորհակալ ենք հետաքրքիր, գեղեցիկ, շատ լուսավոր զրույցի համար եւ ուրախ ենք կրկին ձեզ տեսնել մեր տաղավարում, հաջողություն ենք իհարկե մաղթում մայիսի 25-ին։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք բարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Դիանա Այվազյանի հետ, որովհետեւ մայիսի 25-ին այս երգչախումբը Արամ Խաչատրյանի տուն թանգարանում հանդես է գալու Արարատի շունչը շատ խորհրդանշական խորագիրը կրող համերգով, այնպես որ կարծում եմ պետք է բոլորս այդ օրը ներկա լինենք, որովհետև երգչախմբի այն անդամները, ինչպես պատմեց Դիանան, այնպիսի գործ են անում, որ հաստատ մեր քաջալերանքի կարիքը ունեն։ Կրկին շնորհակալություն։ Եվ հաջողություն ենք մաղթում ձեզ, իսկ մենք սիրելի հեռուստադիտող կհանդիպենք քիչ անց։ Ծաղիկներ են
գարով քո տեղ լծրած շող ու շաղով կնես կելնես երկու տաղով Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կակավիկ Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կակավիկ Կարմիր տոտիկներով կշորորած ջուտիկներով Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կակավիկ Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կակավիկ Ինչ սիրելի հեռուստադիտող, եւս մի շաբաթօրվա եթեր մոտեցավ ավարտին։ Շնորհակալ ենք ձեր ժամերը առավոտվա մեզ տրամադրելու համար եւ հուսով ենք եւ ուրախ ենք, որ դուք էլ նամակներ եք գրում, որ մեր եթերները ձեզ հետաքրքիր են։ Ժամանակն է նաեւ հիշելու մեր հովանավորների մասին, ում շնորհիվ այս եթերը տեղի է ունենում։ Դրանք են Տուն Դեպո խանութ սրահը, Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ իհարկե Dream Park հանգստի գոտին։ Ես էլ իհարկե հիշեցնեմ այն հասցեները, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին եւ այո գրել մեկնաբանություններ, կարծիքներ։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Շնորհակալություն, որ առավոտը այո մեզ հետ էիք, ձեր սուրճի բույրը մենք միջև այստեղ զգում ենք հավատացած եղեք։ Կհանդիպենք վաղը։